Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակը, յուրաքանչյուր շաբաթ մենք խոսում ենք մշակութային հետաքրքիր թեմաների մասին, այսօր իմ հյուրը նկարիչ Սերո Սողոմոնյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես ինչպես կրթել հասարակությանը, որ մարդիկ ավելի լավ հասկանան ու գնահատեն արվեստը։ Ձեր գրառումներից մեկն է, որտեղ դուք նաև ասում եք, որ կարելի է սովորել ինչպես հասկանալ արվեստ, այլ ինչպես պետք է սովորել, որ հասկանալ արվեստը, թե դա պետք է արդեն մարդու այսպես ասած մեջից լինի, որ հասկանաս կամ չհասկանաս։ Շատ հետաքրքիր հարց է, որին հստակ պատասխան չկա, հա, պետքա ընդհանուր տենց ընդհանրական պատասխան տալ, բայց փորձեմ կոնկրետ ուղղորդման բանել, հա։ Հետևյալն է, սովորել հնարավոր է ու միջից պարտադիր չի լինի, որովհետև բոլորս ունենք ունակությունը գնահատելու, ընկալելու գեղեցիկը։ Իսկ արվեստը առաջին հերթին գեղեցիկն է, հետո նոր գաղափարախոսությունը, հետո նոր արդեն վիզուալը, երաժշտությունը եւ այլն, հա։ Քանի որ բոլորս այդ ընկալման ունակությունը ունենք իծնե, պետք է ուղղակի ուղղորդել մարդկանց, այսինքն մատուցել ճիշտ, մատուցել պրոֆեսիոնալ, մատուցել էսթետիկորեն, որպեսզի ավելի մաչելի լինի ուղղակի, այսինքն դրա մասին է խոսքը, կրթել, սովորեցնելը ընդհանուր ճիշտ մատուցման մասին է խոսքը։ Մենք կրթական հատվածին դեռ կանդրադառնանք, բայց մատուցման հետ կապված տեսեք, լինում են ցուցահանդեսներ, երբ օրինակ շատ արվեստագետներ մոտենում են այդ ցուցահանդեսի մասնակցին, ասում են հրաշալի գործ է, հրաշալի աշխատանք է, բայց մարդիկ կան նայում են ու չեն հասկանում, այդ ինչի մասին է այդ աշխատանքը, չէ՞, իսկ բոլորն էլ դա գիտեն։ Ասում են, լավ, ինչ է, կներեք, բայց 3 հատ գիծ արել, ես չեմ կարողանում հասկանալ, այս գծերի իմաստը որն է։ Այ ինչպես է դեպքում հասկանալ արվեստը, այստեղ կրթության խնդիր է, թե ըմբռնումի։ Չէ, միանշանակ ըմբռնման խնդիր է։ Այդ խնդիրը չի։ Տեսեք, երկու ձևով է պետք ընկալել առհասարակ արվեստի գործը, արվեստը ինքնին։ Առաջինը էմոցիոնալ հիմքով, հա, երբ դու նայում ես նկարին ու ինչ էմոցիա ես ստանում դրանից, հա։ Այդ առաջինը, երկրորդը գոյություն ունի կոնցեպտ հասկացողություն, հա, երբ որ գործը կոնցեպտավորված է, կոնցեպտը կրում է հստակ գաղափարախոսություն, թե աշխատանքը ինչի մասին է։ Եթե կոնցեպտը կա, կոնցեպտը կարելի է ուղղակի կարդալ ու հասկանալ, թե նկարիչը ինչ է ուզել փոխանցել իր աշխատանքով, ինստալացիայով, ցուցահանդեսով, հա։ Այս երկու գործիքը երբ որ համադրում ես իրար հետ, ստանում ես արդեն ընդհանուր պատկերը, թե արվեստը ինչի մասին է ու կոնկրետ այդ արվեստը ինչի մասին է։ Էմոցիոնալ հիմքը շատ կարևոր է ու այն աշխատանքները, որոնք որ բուրըն էմոցիաներ չեն հաղորդում, այդտեղ արդեն նկարչի թերացումն է իրականում։ Իսկ ինչ պետք է անի նկարիչը, որ ապրումներն են փոխանցում այդ էմոցիաները, թե ինչ որ ուրիշ խնդիր կա մասնագիտական, որ երբ նայում ես չես զգում էմոցիաները։ Մասնագիտական էլ կա, բայց այդ շատ փոքր տոկոսն է զբաղեցնում այդ ամենի, չէ, անկեղծությունը ուղղակի է, այսինքն նկարիչը պետք է իր գործը անի մաքսիմալ անկեղծ, մաքսիմալ հոգուց բխող, ոչ թե կոմերցիոն նպատակներով կամ շուկային համապատասխան։ Այդ կարևորագույն պայմանն է, հա։ Պատմությունը մեզ տվել է լեգենդների, հանճարների, ովքեր որ անկեղծորեն են աշխատել, նրանք արել են ամեն ինչ, ինչ որ իրենց հոգուց է բխել։ Այլապես հնարավոր չի էմոցիա փոխանցելը։ Եթե դու էմոցիա չես դնում կամ էներգիա չես դնում աշխատանքի մեջ, դիտողը ուղղակի չի ստանում այդ էներգիան։ Ինչ ասել է շուկայի պահանջներին համապատասխան, այսինքն եթե շուկան պահանջում է այս պահին, դա չպետք է արվեստագետը գնա դրա հետևից, որովհետև մենք տեսնում ենք երաժշտության ոլորտում էլ չէ, մարդիկ կոնսերվատորիան ավարտում են, պետք է շարունակեն իրանց գործունեությունը, օրինակ օպերային թատրոնում, բայց հետո տեսնում ես այդ երաժիշտներին ռեստորաններում։ Հա, միանշանակ, այդ մի քիչ ցավալի հարց է, որի մասին իհարկե սիրով կուզեմ խոսել։ Շուկան կարող է եւ սպանել նկարչին, հա, կարիերան, եւ բարձրացնել։ Ինչ իմաստով, երբ որ դու կոմերցիային մոտենում ես մաքսիմալ պրոֆեսիոնալ, այսինքն քո աշխատանքն ես դարձնում կոմերցիոն, ոչ թե կոմերցիային կուլ ես գնում ու ամեն ինչ անում ես, որպեսզի կոմերցիային համապատասխան լինի։ Այդ ժամանակ հնարավոր է շուկայում դիրքավորվել որպես հետաքրքիր անհատականություն, բայց նույն երաժշտության մեջ, հա, դուք նշեցիք ռեստորանները, խոսեմ, ես սիրում եմ ուղիղ խոսել, հա, ռաբիզ երաժշտությունը, որը որ տոտալ վերցրել է շուկան ամբողջովին, այդ ուղղակի ավիրում է ու ապականում է մեր էստրադան, հա, ու մեր երգարվեստը։ Նույնն էլ իրականում գեղանկարչության կերպարվեստի ոլորտում է։ Շատ ու շատ նկարիչներ ուղղակի փող աշխատելու համար անում են այնպիսի բաներ, որը որ իրենք չեն սիրում նույնիսկ, հա։ Մենք շատ ու շատ նկարիչների ենք հանդիպում տարբեր պրոյեկտներից առաջ ու պրոյեկտների ընթացքում, ովքեր որ հայտ են ներկայացնում մասնակցելու տարբեր պրոյեկտների ու ցուցահանդեսների, ովքեր որ ասում են
Գիտեք ինչ, հա, ես նման բաներ եմ անում, բայց եկեք սրա վրա չֆիքսվենք, էլի, սա ես չեմ սիրում։ Մենք էլ ասում ենք ընկերոջս Նուրի հետ վերջին խոսակցությունը 3 գիշերն եմ ունեցել հենց այս թեմայով, երբ մի նկարչի ուղղորդել է, որ եթե դու սա չես սիրում, ինչի համար ես այդ դեպքում անում, ուղղակի փող աշխատելու համար, կարելի է ավելի շատ ամբիցիաներ դրսևորել ու փող աշխատել նրանով, ինչը որ դու սիրում ես անել, հա։ Նկարչի իրական ստեղծագործողի ամբիցիաները դրսևորվում է այդ ձևով։ Երբեմն ասում են, որ շատ ներողություն, եթե կոպիտ հնչի, բայց ասում են, որ լավ նկարիչներ իրենց աշխատանքները չեն տանում վերնիսաժ։ Կա արդյոք այդպիսի բան, թե ոչ։ Տեսեք, շատ հարաբերական է, վերնիսաժ հասկացողությունը առհասարակ շատ հետաքրքիր ֆորմատ է ամբողջ աշխարհում։ Ուղղակի մեր մոտ այնպես է ստացվել, որ շատ ռաբիզացել է կոնկրետ մեր տեղական վերնիսաժը, դրա համար շատ ու շատ նկարիչներ, այդ թվում նաև ես, խուսափում ենք մեր հիմնական ստեղծագործությունները ներկայացնել այնտեղ, հա։ Բայց վերնիսաժում նկարներ վաճառող, նկարներ ցուցադրող շատ ու շատ պրոֆեսիոնալ, շատ լուրջ պրոֆեսիոնալ նկարիչներ կան, ովքեր որ ուղղակի գումար աշխատելու համար անում են այն ինչ որ անում են, բայց ես վստահ եմ, որ մեծ մասը իր ներսում ուղղակի նեղվում է այդ փաստից։ Այդ վերնիսաժի ֆորմատի հետ չի կապված։ Վերնիսաժի ֆորմատը շատ հետաքրքիր ֆորմատ է, հա, օրինակ Եվրոպայում կան քաղաքներ, որտեղ որ top մասնագետները, top գալերիներում ցուցադրվող նկարիչները նույնիսկ իրենց հավեսի համար, իրենց այդ բոհեմի համար տանում են ու լոկալ վերնիսաժներում ներկայացնում են իրենց աշխատանքը ուղիղ կապելով իրենց աշխատանքը դիտողի հետ, հա, որովհետև դե գալերիները միջնորդներ են ավելի շատ ու կոնկրետ հյուրերի են բերում եւ այլն եւ այլն։ Այդպես մեր մոտ ուղղակի այդ ֆորմատը ապականվել է։ Դե Երևանում նամանավանդ անկախությունից ի վեր արվեստի դաշտը նոր փորձում է ոտքի կանգնել։ Այդ մենակ կերպարվեստը չի առհասարակ արվեստի բոլոր ժանրերը։ Այսինքն տեսեք, ասում եք անկախությունից ի վեր նոր փորձում է ոտքի կանգնել։ Ավելի քան 30 տարվա անկախ պետություն է։ Ինչու է այդպես լուսանցքում հայտնվել արվեստը, իրական արվեստը։ Այնքան բարդ թեմա է դա, որին էլի հստակ պատասխան չկա։ Իմ դիտարկումը հետեւյալն է, ուղղակի կեցության մինիմալ պայմանների բացակայության դեպքում իսկ այդ 90-ականներից, հա, 90-ականներին ձևավորվեց մի մենտալիտետ, որը ավելի Երևան բերեց հանցագործ բարքերը ու փողոցային բարքերը, որի արդյունքում ոչ միայն արվեստը առհասարակ նորմալ կյանքի որակ կրող արժե համակարգը, հա, ընկավ հետին պլան լուսանցքից դուրս, ինչպես դուք նշեցիք։ Ու այստեղ մեր խնդիրն է ոչ միայն արվեստի ընկալումը վերականգնել, այլև իրական հասարակական արժե համակարգը վերականգնել, որի շատ կարևոր բաղկացուցիչն է արվեստը ու մասնավորապես կերպարվեստը։ Ստեղծագործողների հստակ ֆունկցիան դա է առաջին հերթին, ձևավորել արժե համակարգ գաղափարախոսություններով, էսթետիկայով եւ այլն։ Արվեստի ընկալումը վերականգնել, տեսեք, երբ խոսեցինք, որ ցուցահանդեսներին շատ դեպքերում մարդիկ լինում են, որոնք չեն էլ հասկանում, չէ, ինչի մասին են այդ նկարները կամ ինչ է արտացոլված այդտեղ, նույնն էլ նաև երաժշտության ոլորտում է։ Մենք տեսնում ենք, որ լինում են մարդիկ, ովքեր գնում են որևէ դասական համերգի, քնում են, համերգը վերջանում է, հետո արթնանում դուրս են գալիս։ Դա արվեստի ընկալման պետք է գնալ հենց թեկուզ քնել դուրս գալ, որ ընկալել արվեստը, թեկուզ այդ միջոցով փորձել ընկալել արվեստը, թե առհասարակ դա ձևական բնույթ է կրում, որ տեսեք, ես գնացել եմ ցուցահանդես կամ ես գնացել եմ այսինչ օպերան դիտելու։ Ձևականությունը իհարկե կա, բայց շատ գնահատելի է, որ գոնե գնում են, որովհետև շատ ժամանակ շատ միջոցառումների այցելություններն էլ են պակաս լինում։ Գնալը առաջին քայլն է։ Ստեղծագործողների ու ստեղծագործությունների մատուցողների խնդիրն է հետագայում, այսինքն դրանից հետո առաջի քայլից հետո ձևավորել այնպիսի դաշտ ու այնպիսի հնարավորություններ, որ այցելողը մաքսիմալ փորձի հասկանալ։ Հասկանալը, բայց շատ հարաբերական տերմին է իրականում, որովհետև հասկանալ, ինչպես հասկանալ կամ ոնց հասկանալ։ Երաժշտության դեպքում լսում ես, քեզ ինչ-որ էմոցիա է տալիս կամ չի տալիս, հա։ Կլասիկ սիրողներն էլ բաժանում են իրենց սիրելի կոմպոզիտորներին, ինչ-որ մեկին լսում են, ինչ-որ մեկին չեն լսում։ Նույնն էլ բոլոր այցելուների մասն է, կերպարվեստի միջոցառումներին, երաժշտական միջոցառումներին, գրական միջոցառումներին։ Շատ կարևոր է ու շատ գնահատելի է այցելությունը միանշանակ։ Թեկուզ ոչ, թող գնա քնեն սկզբում։ Հետո տեմպի մեջ արդեն սկսելու են ավելի գնահատել ու ավելի սիրել։ Ինչ հոգեվիճակում լինում սովորաբար նկարիչ, հենց հիմա նաև դուք։
որ այդ պահին կարող է հրաժարվի նկարելուց, այդ դենն էտի վրցինը եւ ասի, չէ, ես չեմ կարող նկարել, ես ի վիճակի չեմ, լինում են այդպիսի պահեր եւ բնականաբար կարծում եմ կլինեն եւ այդ որն է այդ հոգեվիճակը, որ չեք կարողանում վրցինը վերցնել ձեր ձեռքը։ Կարծում եմ դե բոլորի մոտ այդ սուբյեկտիվ իրավիճակ է։ Իմ մոտ հետեւյալն է, եթե էմոցիաների պակաս կամ գերդոզավորում, երկու ծայրահեղական իրավիճակներ են, երկուսի դեպքում էլ վրցինը չեմ վերցնում։ Շատերի մոտ իդեաների պակասն է, մտքերի պակասն է, իմ դեպքում նման բան չի լինում, օրինակ մտքերի պակաս չի լինում, երևի էմոցիոնալ ֆակտորն է այստեղ աշխատում, կամ տոտալ բացակայությունը, կամ գերդոզավորումը։ Իսկ լինում են ինչ-որ պահեր, որ օրինակ փողոցում որևէ սրճարանում կամ նստած լինեք բացօթյա կամ քայլելիս լինեք եւ ինչ-որ նիվայից մի ռաբիս երաժշտություն լսեք եւ այդ պահին նյարդայնանաք ու դրան այդ պորտկումը ավելի ուրիշ կերպ արտահայտվի ձեր ստեղծագործություններում։ Նյարդայնանում էի շատ տարիներ առաջ, հա, հիմա ուղղակի հասկացել եմ, որ պետքա դրա հետ ուղղակի ինչ-որ մի ձև համակերպվել, հա, անել գործը։ Հասկացել եմ մի բան, որ ոչ թե պետք է պայքարել ինչ-որ վատ բանի դեմ, ես այդ երևույթը իրականում վատ բան եմ համարում։ Ոչ թե պետք է պայքարել դրա դեմ, այլ դրա կողքին անել այնպիսի լավ բան, որպեսզի լավ բանը ուշադրություն գրավի, հա։ Նյարդայնանում եմ, բայց այդ դրա արդյունքում ինչ-որ աշխատանքներ չեն ծնվում, այդ ուղղակի նյարդայնանում եմ, այսինքն իմ համար այդ ամեն ինչը նման ապրելակերպը մարդկանց կողմից խանգարում է արդեն իմ կյանքին, իմ քաղաքում, այն քաղաքում, որը որ շատ սիրում եմ ու այն քաղաքում, որը որ համարում եմ բոհեմական, իրականում շատ բոհեմական քաղաքում ենք ապրում, հիասքանչ քաղաքը ստեղծագործելու համար, հիասքանչ քաղաքային էմոցիաներ ապրելու համար, ու նման բաները ուղղակի խանգարում են, բայց դրա արդյունքում ստեղծագործություններ չեն ծնվում։ Կան գրողներ, որոնք ժամանակին ասել են կամ, չգիտեմ, նաև երաժիշտներ, որ լավագույն ստեղծագործությունները ծնվում են, երբ քեզ մոտ լինում է կարոտ, ինչ որ մեկի կամ շատ կարևոր մեկի նկատմամբ, որ կարոտում ես մարդուն կամ երբ ես մենակ ես զգում, երբ մենությունն այն է, երբ ոչ ոքի չես կարող պատմել երազդ օրինակ, այ նկարչության ձեր ոլորտում էլ է այդպես։ Հա, իհարկե։ Բայց այստեղ մենակ կարոտը չի կամ մենության։ Դե ասում եմ լավագույն ստեղծագործությունները ծնվում են այն ժամանակ, երբ բացասական տխուր ես լինում, կարոտ է լինում, մենության զգացողություն է լինում։ Միանշանակ տենց է, ես էլ եմ համարում, որ լավագույն աշխատանքները ու պատմության մեջ մեզ հասած հանճարեղ աշխատանքները դեպրեսիայի արդյունքում ծնված աշխատանքներն են։ Ամենակարկառուն օրինակներից մեկը բերեմ Պիկասոյի Գերնիկան երկրորդ համաշխարհայինի ժամանակ այդ քաղաքը ուղղակի ավերվում է ու այդ աշխատանքը չէր ծնվի, եթե այդ քաղաքը չավերվեր։ Տեսեք, պարադոքսը մի կողմից շատ վատ բան է եղել, որը չպիտի լիներ, բայց որի արդյունքում ծնվել է այնպիսի գործ, որը որ հիմա ուղղակի տենց լեգենդար հանճարեղ գործ է համարվում, հա։ Այո, միանշանակ դա փաստ է, որ լավագույն աշխատանքները մեծամասամբ ծնվում են դեպրեսիայի արդյունքում, որովհետև դեպրեսիայի շրջանում այս հոգեբանները իհարկե ավելի հստակ գնահատական կտան ու կփաստեն ասածս, բայց դեպրեսիայի արդյունքում էմոցիաները շատ ավելին են լինում, քան ուղղակի երջանիկ պահերին կամ ուղղակի հանդարտ հանգիստ պահերին։ Իմիջիալոց ես երբ որ երջանիկ եմ լինում, ես փորձում եմ ուղղակի պահը վայելել, ոչ թե նկարել։ Իրականում տենց է, ես էլ նկարում եմ հիմնականում դեպրեսիայի արդյունքում։ Դուք ասացիք, որ Երևանը հիանալի քաղաք է ստեղծագործելու համար։ Այդ դեպքում ինչու են ոչ թե հիմա, այլ առհասարակ ինչու են ստեղծագործողները երբեմն մտածում, որ չէ, կարելի է գնալ եւ ստեղծագործել Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում, Փարիզում։ Տեսեք, Երևանը բոհեմական քաղաք է, հիասքանչ քաղաք է ստեղծագործելու համար, բայց ստեղծագործողները միշտ ցանկություն ունեն նոր էմոցիաների, հա։ Դուք նշեցիք այնպիսի քաղաքներ, որոնք որ, չգիտեմ, ստեղծագործողի համար երազանքի քաղաքներ են ուղղակի, ու այնտեղ գտնվել ապրել ստեղծագործել այդ երազանքի պես մի բան է։ Ես էլ ժամանակ իհարկե մեծ ցանկություններ եմ ունենում տեղափոխվել ինչ-որ ուրիշ քաղաք, ուրիշ միջավայր, ուրիշ մենտալիտետ, փոխվում է ուղղակի այդ էմոցիաների փոփոխությունն է բերում նրան, որ նկարիչները կամ առհասարակ ստեղծագործողները ուզում են։ Ու կա երկրորդ փաստը իհարկե։ Կարիերա։ Երևանը հիասքանչ քաղաք է,
ստեղծագործելու համար, բայց հիասքանչ քաղաքը չի լավ կարիերա ունենալու համար, նաև լավ եկամուտ։ Իհարկե, որտեղ կարիերա իրական հիմնական նպատակներից մեկը հենց եկամուտներն են, հա, այստեղ իրականում շատ դժվար է ցանկացած ոլորտի ստեղծագործողի համար կյանքի բարձր որակ ապահովել ու դրա համար էլ շատերը ուղղակի գնում են այստեղից։ Տեսեք, ժամանակին Մհեր Մկրտչյանն ասել է, որ տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հասկանում կամ չեն հավատում, համամիտ եք։ Ինչ որ չափով, հա, ինչ որ չափով չէ, որովհետև չեմ ուզում գնահատական տալ մարդկանց միջակության կամ զարգացած մարդ, այսինքն այդ բարիերները ես չեմ ուզում դնել, այդ տարանջատումները ես չեմ ուզում դնել մարդկանց միջև։ Իմ համար բոլորը մեկ են իրականում։ Ու այս դեպքում եթե խնդիր կա, ուրեմն խնդիրը իմ մեջ է։ Ես կարող եմ այնպես մատուցել, որ միջակնել հասկանա, գրագետնել հասկանա, զարգացածնել հասկանա։ Այդ իմ խնդիրն է, մատուցման մեջ է խնդիրը։ Մնացածը ուղղակի ճաշակի հարց է։ Ուղղակի ճաշակի հարց է։ Ես չեմ ուզում նման գնահատականներ տամ, որովհետև սրանից 10-15 տարի առաջ ես էլ կարող եի համարվել միջակ մարդ, հա, որովհետև հասունություն գրագիտություն չունեի շատ ոլորտներում, բազա չունեի, կրթություն չկար իմ մոտ, հա, այսինքն ուրեմն ես էլ եմ միջակ, եթե այդպես վերցնենք, որովհետև շատ բան 99% գիտելիքները արվեստում ես հիմա չունեմ, հա, դրա համար նման գնահատական ես չէի տա։ Քանի որ մեր զրույցի սկզբում մենք խոսեցինք կրթական խնդիրներից, կրթական հաստատություններում արվեստի պատմություն կամ թանգարաններ գնալով են սովորում առհասարակ ինչպես հասկանալ արվեստը։ Կրթական հաստատություններում այսօր հիմքը պետք է հենց դպրոցից դրվի, չէ՞, ինչպես ասում են։ Գոհ ենք մենք այսօր այն կրթությունից, որ մատուցվում է աշակերտներին այս ոլորտում կոնկրետ արվեստի։ Ես գոհ չեմ։ Կրթության մասնագետները սրա մասին կարող են իհարկե շատ ավելի լավ խոսել, բայց ես իմ կարծիքը հայտնեմ իմ ոլորտի մասնագիտության մասին, հա։ 30 տարիների ընթացքում մենք աճ չենք գրանցել, իրականում աճ չենք գրանցել կրթական ոլորտում, այն իմաստով, որ նախ կադրեր չենք տվել, 1-2 արվեստի հետ կապված ունենք։ Արվեստի մասն է խոսքը։ Չեմ ուզում ընդհանրացնել, որովհետև կլինի ոչ մասնագիտական կարծիք արդեն, դրա համար չեմ ուզում ընդհանրական պատասխան տալ, ավելի կոնկրետ։ Կադրեր չենք տվել 1-2-րդը իրական մասնագետների պակաս ունենք հենց ակադեմիական կենտրոններում, ակադեմիայում, քոլեջներում, դպրոցներում։ Երկրորդը, ծրագիրը չի փոխվել որպես այդպեսին 30 տարիների ընթացքում մենք դեռ գնում ենք ԽՍՀՄ-յան ծրագրով։ Այդ նոնսենս է, չի կարելի տենց, հա, որովհետև ԽՍՀՄ-յան ժամանակաշրջանը վաղուց անցել է։ Նույնիսկ ԽՍՀՄ-յան ժամանակաշրջանում աշխարհում վաղուց անցել են այդ ծրագրից, հա։ Դրա համար հիմա շատ լուրջ փոփոխություններ են պետք մեր կրթական ծրագրերում։ Պետք է ուղղակի հավաքվեն շատ խելացի մասնագետներ ու փորձեն ինչ-որ ծրագիրներ առաջ բերել, որովհետև մենք շատ տաղանդավոր մարդիկ ունենք ու պոտենցիալ ուսանողներ ունենք, մեծ պոտենցիալ ունեցող ուսանողներ ունենք, ովքեր որ ուղղակի չեն կրթվելու մեր հաստատություններում, անկեղծ եմ ասում։ Իմ շրջապատում շատ երիտասարդներ կան, ովքեր որ ուզում են ոլորտ մտնել, բայց չեն ուզում կրթություն ստանալ այստեղ։ Այդ ինչի՞ց է։ Դրսում են նախ։ Հա, միանշանակ։ Արևմուտք, չգիտեմ, Ամերիկա, Կանադա, Եվրոպա, մի խոսքով, շատերը ուզում են գնալ այնտեղ կրթություն ստանալ։ Անկեղծ եմ ասում, որովհետև այնտեղ արվեստի դասավանդումը շատ ավելի լավ է, այսինքն ֆորմատն ու ծրագիրն է ուրիշ, պրակտիկ դասերն են ուրիշ, պրակտիկ գիտելիքներն են ուրիշ, հետո կարողանում են մարդկանց սովորեցնել, ուսանողներին սովորեցնել, թե այդ գիտելիքի հետ հետո ինչ անեն, այսինքն ինչպես դիրքավորվեն, ինչպես կարիերա անել։ Ինչը մեր մոտ տոտալ բացակայում է, այսինքն բացի այն մենք ինչ այստեղ սովորացնում ենք, դա կիսատ ենք սովորացնում, հավելյալ բենեֆիտային կրթություն էլ չենք տալիս, թե ինչպես, օքեյ, լավ դառնալ, լավ մասնագետ։ Այդքան բան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը նկարիչ Սերո Սողոմոնյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։